Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը։ Տոնի առիթով Երևանում եւ մարզերում կազմակերպվել են փառատոնային միջոցառումներ, հանրային ծրագրեր, համերգներ եւ տարբեր տոնական միջոցառումներ։ Պաշտոնյաների գնահատմամբ օրվա հիմնական խորհուրդը քաղաքացու դերի, ազատ կամքի, ընտրության իրավունքի եւ պետության հանդեպ պատասխանատվության ընդգծումն է։ Օրվա առիթով Երևանում կազմակերպվել էր փառատոն, որին մասնակցում էին նաեւ պաշտոնյաները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով այս տոնը առաջին հերթին քաղաքացու գիտակցության, սեփական երկրում որոշող եւ պատասխանատու լինելու ընկալման մասին է։ Դա քաղաքացու գիտակցության, քաղաքացու իր երկրի նկատմամբ սեփականատեր, որոշող ղեկավար լինելու մասին է եւ կարծում եմ վաղուց պետք է նման տոն ունենանք, ցավում եմ, որ 18 թվականի հեղափոխությունից հետո այդ բանը տեղի ունեցավ, այդ գիտակցությունը կարծում եմ քաղաքացի լինելու այլևս մեր ժողովրդի մեջ կա, որովհետև բոլորը ասում են, ես սենց բանի իրավունք ունեմ, ասում են, ես սենց կարամ անեմ, նենց կարամ անեմ, վարչապետին են դիմում ուղիղ նամակով։ Քաղաքացու օրվա միջոցառումների ձևաչափին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով այս տարի փորձ է արվել պետական տոնը մոտեցնել ժողովրդական տոնի տրամաբանությանը, այն դարձնելով ավելի բաց, անմիջական եւ քաղաքացիների մասնակցության վրա հիմնված։ Սովորաբար մեր տոների մեջ ու քաղաքացիների կազմակերպած տոների մեջ կա մի հատ մեծ խզվածք։ Պետական տոները սովորաբար լինում են ինչ-որ միայն դասական երաժշտությամբ, հատուկ միջոցառումներ, արվեստ, բարձրարժեք մշակույթ եւ այլն, եւ իսկ ժողովրդական տոները սովորաբար մի քիչ ավելի այս բնույթի մեջ են եւ մենք այս անգամ փորձել ենք, այսպես ասած, այն ինչ-որ ժողովուրդը, ինչպես որ ժողովուրդը նշում սովորաբար իր տոները, մենք եւս պետությունը եւս իր քաղաքացիների հետ այդ ձևով նշի, իհարկե մյուս եւ նման միջոցառումները եւս իրենց տեղը ունեն, բայց նաեւ այդ բաղադրիչը, որը ժողովրդականությունն է, միշտ բացակայել է։ Օրվա խորհրդի մասին խոսել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է, որ տոնը միայն մեկ օրվա իրադարձություն չէ, այլ գաղափար, որը պետք է հիշել ամեն օր, սակայն ապրիլի 25-ը այդ գիտակցությունը միասին նշելու առիթ է։ Արդեն 8 տարի ըստ էության վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին է որոշողը եւ որոշիչը, թե իր սեփական ճակատագիրը, թե իշխանությունները ովքեր են լինելու Հայաստանի Հանրապետությունում, տոնում ենք բարձր տրամադրությամբ, այս տարի ֆեստիվալ է կազմակերպվել, նաև գիտեք մարզերում, դպրոցներում տարբեր միջոցառումներ կան, այսպես ասած դասախոսություններ են տեղի ունենում։ Մենք էլ այսօր այստեղ ենք, ասենց լավ միջավայրում, երեկոյան համերգով աշխարհահռչակ աստղերի կողմից։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մարիամ Պողոսյանն իր խոսքում քաղաքացու օրը կապել է քաղաքացիների ազատ կամքի, խոսքի ազատության եւ ընտրական իրավունքի հետ։ Կարծում եմ շատ կարևորագույն տոներից մեկն է քաղաքացու օրը, որովհետեւ այս օրը նաեւ խորհրդանշում է այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր երկրին։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հետքայլ չի անելու երբեք, այն ինչը որ ինքը ձեռք է բերել, այն խոսքի ազատությունը, այն ժողովրդավարությունը անգնահատելի է եւ պետք է շատ խնամքով պահպանել։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը քաղաքացու օրվա խորհուրդը դիտարկել է ամենօրյա աշխատանքի եւ երկրի զարգացման համատեքստում։ Նրա խոսքով տոնը ոչ միայն միջոցառումների շարք է, այլև հիշեցում, որ երազանքների Հայաստանը կառուցվում է հետևողական աշխատանքով։ Մարզերում էլ նշում ենք, ես Լոռիում եի առավոտյան, մարզից եմ գալիս եւ այո, կարծում եմ պոզիտիվ ուրախ տրամադրություն պետք է թևածի ամբողջ երկրում այսօր։ Իսկ Լոռիում ինչ միջոցառումներ են կազմակերպել։ Բոլոր համայնքներում տարատեսակ միջոցառումներ ունենք, նաեւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներգրավմամբ, տարբեր խմբեր, տարբեր տոնակատարություններ, միջոցառումներ, խորոված տարբեր համայնքներում այդպես։ Փառատոնային միջոցառումներին ակտիվ մասնակցում էին նաև քաղաքացիները։ Նրանցից շատերը նշում էին, որ գոհ են կազմակերպված ծրագրերից, տոնական մթնոլորտից եւ այն հնարավորություններից, որ կարող են ընտանիքներով մասնակցել միջոցառումներին։ Օրվա կապակցությամբ կասեմ, թող միշտ ուրախ լինեն, խաղաղությունը ամրացնեն, երջանիկ ապրեն, աշխատենք, ապրենք, ուրիշ ոչ մի բան։ Ծաղկելա, բարգավաճելա մեր Հայաստանը։ Ամեն հիվանդ հիմա բուժվում է անվճար, ամեն ինչ է լավ։ Հիմա ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանին տեսնեմ, մի հատ գրկեմ
ու շնորհավոր եմ մեր ժողովրդի տոնի արդի։ Ճիշտն ասած, ապշած եմ։ Թող սենց լավ բաներ շատ լինի մեր ազգի համար, որ ուրախանանք, իրար տենանք, ինչ ասեմ, ամենայն լավը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։